Ներողություն, Շուշի Հադրութի դեօկուպացիա հնարավոր է թե չէ։ Ես չեմ ուզում խոսամ, ես որ խոսամ շատ բան եմ ասելու, ստեից էլ թևերը սոլորելու են տանեն ջանս։ Ես չեմ թողի խոսացեք։ Չէ։ Չեմ թողի ասում եմ, խոսացեք։ Եթե մեր ուզելով ելներ չէ։ Ով է սպարտությունը բերեց մեր գլխին։ Դուք ինձ արդեն քաշում եք բանի մեջ։ Ես լրատվական Վախենում եք անուններ տակ, չեմ հասկանում, լավ։ լրատվականի աշխատակիցներին շատ հարգում եմ, բայց Սահմանը պահողներին ենք հարգում։ просто они такие вопросы задают. Լավ եմ խոսում ռուսերեն։ Да, почти по большинству, что իրոք Իրոք վախենում եք, որ իրավապահները կզբաղվեն, Հայաստան ժողովրդավարություն եւ ազատ խոսք կա։ Եթե մեր երկիրը պահողները չկարանան այսօր կանգնեն դուխով իրենց ասելիք ասել։ Արդեն հազիվ քայլում եմ։ Մի երկու հատ տանեն բանը արդեն կենթանի մեռել եմ էլի տեղից։ Երկրապահը փոխվել է այս տարիներին, այսօր երկրապահի օրն է, նախ շնորհավորում եմ, փոխվել է երկրապահ։ Մանապես գիտեք ոնց հիմա սենց ասեմ բոլորն էլ մեր մարտական ընկերներն են։ Ես չեմ կարող ոչ մի բան ոչ մեկի հասցեին ասեմ։ Նախագահան իմ մարտական ընկերն է։ В общем, մի խոսքով արեկեսի եթեր մի տվեք էլի։ Խաղաղությանը հավատում եք դուք որպես բացարձակ չեմ հավատում։ Ոչ մի խաղաղություն չի լինելու, չկա, չի լինելու։ Ինչ խաղաղություն, երբ որ մեկը խոսում է խաղաղությունից, մեկը սահմաններն է կրակում, մարդ է խփում սահմանի նստած հայկան հողի վրա։ Ոչ կանոնավոր կրակոցներ են, մառախուղեր, էսեն են, այդպես են բացատրում այդ կրակոցները, թե խնածախի կրակոցները նկատի ունեք։ Խի մենակ խնածախի։ Խնդրում եմ մի ինձ բան արեք էլի, նի վինուր։ Արցախ վերադարձ հնարավոր է թե չէ ու ինչ ճանապարհով։ Արցախ մի հատ վերադարձ հնարավոր է, եթե ամբողջ ազգը ոտի կանգնի, որովհետև տղամարդ կոչվածների կեսը նստած են կաֆեներում, ռեստորաններում, իրանք այն բանը չեն, որ ասենք հայրենիքի համար ոտի կանգնեն։ Նրանց համար փողը կա, իրանց լավ գուլյատներ անում են, ում մասին մտածեն, հողի մասին մտածեն, ազգի մասին մտածեն, վաղը մյուս օր թուրքի վիլայետ սարքվի, հետո թուրքը ինչ է անելու։ Մտնելու է տուն, ում կնոջը, ում աղջիկ երեխուն, ում վիզնա կտրելու։ Բայց Վազգեն Սարգսյանին հաջողվեց համախմբել, իմի բերել, այսպես ասած մերան լինել։ Այսօր չկան Մենք էինք։ Չգիտեմ։ Այդ այսօր էլ նոր սերնդի մեջ կան իսկապես հայրենասերներ, լավ տղերք, պատրաստական, ուղղակի չեք կարծում, որ այդ առաջնորդի բանն է պատկանում։ Շատ լավ տղաներ կան, որոնք երեք թե առաջ օրը իջել են դիրքերից։ Չեմ ասի որտեղ որ դիրքերը, ուղղակի իջել են դիրքերից, սմենափոխ է եղել։ Կան հայրենիքի կարոտ ապրող, կարոտ զգացող տղաներ շատ կան։ Ուղղակի ամբողջ ազգը չի էլի, որ միավորվում է։ Նորից եմ ասում, ոմանց համար, չգիտեմ, մատների արանքով են նայում, թող գնան տղեկը զոհվեն, իրանք էլ իրանց քեֆ ուրախությունը անեն։ Ձեզ հիմա պետք է ամեն ինչ թողնել ու լծվել բանակի վերակազմավորված։ Առաջերտին բանակ, երկրի վերականգնումը, տնտեսական, սոցիալական, մշակույթը դա քիչ բան չի ասում։ Մշակույթը խոսում է երկրի, ազգի, անցած տարիները, անցած կյանքը, անցած պատմությունը,
Մշակույթն է խոսում, մշակույթն է ասում։ Եթե զինվորը զենքը ձեռքը դիրքում կանգնած կամ պատերազմի մեջ մասնակցում է պատերազմին, մշակույթը գրիչով ամեն ինչը հաշվի է առնում։ Դուք գեներալ Մամուելի Տուշոնկի գող համարում եք, թե չէ։ Գիտեք, այդ հարցին ես չեմ կարող պատասխանեմ, բայց ինքը գող չի եղել։ Կարող է խիստ ա եղել, կարող է շատ վատ, ասենք, վերաբերվել ա ոմանց հետ։ Նրա ինչին էր պետք Տուշոնկա գողանալ։ Կադրերը, որ ցույց տվեցին եւ ամբողջ ժողովուրդը այսպես ալեկոծվեց։ Այ չեմ կարող պատասխանեմ այդ հարցին, գիտեք։ Ձեր համար էլ է շոկ դա։ Այո, շոկ էր։